Սաշիկը դեռևս 2018 թվականին 29 միլիոն դոլար վերադարձրել եւ այդ որ ասում եք դուս ոչ մեկ դուս չի մնացել ու չի կարա դուրս մնա ոչ մեկ բացառվում է որ որևէ մեկը դուրս մնա հիմա առանձին գործով ամեն դեպքում կարա 10 հատ գործ լինի մի գործով կարան այս որոշումը կայացնեն մի գործով են ել չեմ ասում ես ասել եմ որ դատա իրավական համակարգի հետ կապված խնդիրներ եմ տեսնում չեն դատա իրավական համակարգը հենց ժողովրդի կամքը չի սպասարկում պատշաճ ձևով ես եւ ես այդ խնդրեմ եմ տեսնում կարդարացնել կազատնել հələ մի հատ էլ բան կարող է մեր վրա էլ պարտավորություն դնեն ասեն ոնց բան թալանվածը պետք է դուք վերադարձնեք բաներին թալանչին չեմ զարմանա բայց ձեր ակնարկը այտենց ակնարկ չկա եթե ձեզ որևէ մեկը կասի որ ես կամ մեզնից որևէ մեկը որևէ այդ կատեգորիայի մարդու հետ որևէ կոմպրոմիսի է գնացել ուրեմն դա կարելի է բնորոշել միայն մի բառով սուտ դա չի կարող լինել չի կարող ասել եմ հատիկ հետ ենք բերել ասել եմ ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու ոչ մեկ չի պլստալու ինչքան կպլստան կարան 1 պլստան 2 պլստան 3 պլստան չեմ պլստալու ոչ մեկ չի պլստալու եւ process-ները ակնհայտորեն իմիջայլոց դուք ձեր մոտ հարց չի ծագում ըստ էության գործնականում արդեն ինչքան ժամանակ այդ հատիկ առ հատիկ օրագիրը որ մենք Facebook այսինքն անընդհատ գնում է այդ ումն է բա այդ որտեղից այդ գույքերը որ վերադարձվում են համայնքին պետությանը որտեղից այդ ումն է բանը ազնիվ քաղաքացիներից ենք դրանք հետ վերում հա աշխատանքով քրտինքով վաստակած ունեցվածքա ինչ որ մեկի ձեռից առնում են բայց որտեղից բայց 700 միլիոն 770 միլիոն դոլարի գույքը որ վերադարձվել է պետությանը ընդ որում համայնքներին իրական գնահատման ծավալները մենք չունենք որովհետև համայնք բազմաթիվ դեպքեր ունենք օրինակ մասնավորապես նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետը հենց ուղիղ եթերում տեղեկացրեց որ բանակցությունների արդյունքում Կոմիտասի այգին վերադարձվել է համայնքին դրա մասին ոչ մի հաշվետվության մեջ չկա այսպիսի դեպքեր ունենք գրեթե բոլոր համայնքներում միլիարդների ունեցվածքա վերադարձվել Հայաստանի Հանրապետություն եւ ոչ մեկ անհանգստանալու կարիք չկա որևէ մեկը դուրս չի մնա